Այն գլխից կրճատել են այն մարմինը, որը պետք է գյուղով զբաղվի։ Այսօր ոչ ոք չգիտի, թե գյուղով ով է զբաղվում։ Օրինակ ես չգիտեմ, դու գիտես, կարող այն ինչ-որ էկոնոմիկայի նախարարությունը ինչ-որ մի պաշտոնյա կա, իբրև զբաղվում է։ Էկոնոմիկայի նախարարը միայն ֆուրեր է հաշվում։ Հա, ստատիստա, ֆուրեր է հաշվում, քանի ֆուր սահմանը հատեց, էլի։ Ուրիշ բանա չէր հասկանում։ Հիմա այն ժամանակ մենք ազանգեցինք, այն ժամանակ ասացինք, որ չի կարելի։ Եվ իդեպ մի բան էլ ասեմ, այն ժամանակ կրճատվեց նաև մշակույթի նախարարությունը։ Բայց չէին ասում, որ ինքնության դեմ պայքար են դուրս գալու, չեն ասել, որ սփյուռքի դեմ պայքար են դուրս գալու եւ չեն ասել, որ եկեղեցու դեմ են պայքար դուրս գալու։ Հիմա նայեք, 5 տարի առաջ, չէ, 5 տարի առաջ, 5 տարի առաջ կրճատել են գյուղնախարարությունը, 5 տարի առաջ կրճատել են մշակույթի նախարարությունը եւ սփյուռքի նախարարությունը։ Այն ժամանակ անգամ խոսք չկար, ինչի համար են դա անում։ Օպտիմիզացիա ենք անում, կառավարությունը փոքրացնում ենք, այդ ֆունկցիան լինելու է, ծախսերն են կրճատում եւ այլն։ Հիմա բացահայտվեց, թե ինչի համար են դա անում։ Անում էին մշակույթի նախարարությունը կրճատել են ինքնության դեմ պայքար սկսելու համար, գյուղնախարարությունը կրճատել են գյուղացու դեմ ուղղակի արշավ սկսելու համար եւ սփյուռքի նախարարությունը կրճատել են սփյուռքահայերին Հայաստան գալը արգելելու համար։ Մի ծրագիր են իրականացնում, որը մշակվել է լրիվ այլ տեղերում, այլ երկրներում։ Այդ որ ասում եք Պուլտ Ալիևի ձեռքին է, սրա համար ենք ասում։ Կամ Ալիևի կամ Էրդողանի։ Ես չգիտեմ, այդ Պուլտեն մինցերը ինձ հասանելի չի։ Այս մինցերը տեսնում եմ։ Ոնց բան են անում այդ հա շաբաթը մեկ, հա շաբաթը կարող է հերթով ենք քշում, հա։ Մի շաբաթ Իլհամ Ալիևը, մի շաբաթ բանը Էրդողանն քշում են, սա էլ բան անում, էլի գործ անում։ Ուրեմն սա է, սրան պիտի վերջ տանք, իսկ վերջ տալու տարբերակը հունիսի 7-ն է։